Աստանայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի եւ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հանդիպումը։ Ղազախստանի նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է Փաշինյան-Տոկաև առանձնազրույցը, որից հետո նախատեսված է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, հաղորդում է Armenpress-ի թղթակիցը։ Հանդիպումների օրակարգում երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր են, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերում փոխգործակցության զարգացումը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել քննչական կոմիտեի հաղորդմամբ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկրորդ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանության հատկանիշներով։ Կոռուպցիոն մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախորդ ամիս նոր մեղադրանք էր առաջադրվել քննչական կոմիտեի կողմից իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հոդվածով։ Բացի այդ, ձերբակալվել է Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Արարատի մարզի Սիզ բնակավայրի վերջնամասում Opel Magnish-ի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքին։ Պատահարի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդմամբ վթարի զոհը մեքենայի վարորդն է։ Երևանի քաղաքապետարանը Չինաստանից 45 նոր տրոլեյբուս է գնել պայմանագրի համաձայն, որին ծանոթացել է Սպուտնիկ Արմենիան, յուրաքանչյուր տրոլեյբուսի արժեքը 96 միլիոն դրամ է։ Պայմանագրի ընդհանուր արժեքը շուրջ 4.3 միլիարդ դրամ։ Քաղաքապետարանն ավելի վաղ հայտնել էր, որ նոր խմբաքանակը կփոխարինի 30 լիազ Magnish-ի տրոլեյբուսներին, որոնք շահագործվում են արդեն շուրջ 20 տարի։ Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կշահագործվի 75 նոր տրոլեյբուս։ Սեպտեմբերին կառավարությունը շուրջ 2 միլիարդ 138 միլիոն դրամ է հատկացրել նոր տրոլեյբուսների եւ Երևանի բարձրահարկ շենքերի համար նոր վերելակների ձեռքբերման կանխավճարի համար։ Ուկրաինայի Զապորոժիեի մարզի 16 բնակավայրերում գիշերը ռուսական օդային հարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել, վիրավորներ կան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ գիշերը երկրի 5 շրջաններում բռնակցված Ղրիմում եւ Սև ծովում 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Ռուսաստանի ավիացիոն վերահսկողության ծառայության տվյալներով առնվազն 8 օդանավակայան ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը։ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել իր միջուկային ծրագրի վերաբերյալ, բայց այն պետք է լինի լավ հավասարակշռված եւ հաշվի առնի երկու կողմերի դիրքորոշումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական The Economist-ին տված հարցազրույցում։ Նա շեշտել է պատրաստ են բանակցությունների, բայց ոչ թելադրանքի։ Արաղչին հիշեցրել է, որ հունիսին 12-օրյա պատերազմից առաջ Թեհրանն ու Վաշինգտոնն անցկացրել են բանակցությունների 5 փուլ, հավելելով, որ շատ մոտ էին համաձայնության եւ լավ փոխզիջման։ Անդրադառնալով հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԵ-ի տեսչական ստուգմանը նա հայտարարել է, որ դրա համար գործակցությունն առայժմ չունի լիազորություն նման նախադեպերի բացակայության պատճառով։ Հայաստանի տարածքում նոյեմբերի 21-ից 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան եւ Շիրակի դաշտում կարճատև մառախուղ կլինի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ից 23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 5 աստիճանով։ Երևանում նույնպես նոյեմբերի 21-ից 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 14-ից 16, երեկոյան ժամերին 7-ից 9 աստիճան տաքություն։